Մեկը թքող է, մեկը հայող է, մեկը մյուս է, մեկը այն մյուսն է։ Գնունի շուկայում դատարկություն է, գնորդներ չկան, իսկ աշխատակիցներն անգործությունից չգիտեն ինչ անեն, որ կարողանան վճարել տեղի գումարն ու հարկերը, որոնք 5-ից դարձել են 10%։ Արնուր ԵՄ-ի հետ զրույցում գնունի շուկայի աշխատակիցները պատմել են, թե որքան են վճարում հարկերի եւ տեղի համար, ինչպես են պատրաստվում պայքարել հարկերի բարձրացման դեմ։ Հարկերը բարձրացել են, որ բյուջե լցեն, իրանք լավ ծախսեն։ Դրա համար հարկերը որ բարձրացնում են ժողովրդին օգուտ տալիս են, թոշակ բարձրացնում են, բանակին օգուտ տալիս են, կահավորում են բանակը կամ մյուսը։ Ինչի համար են բարձրացնում հարկերը, ինչ են արել, որ հարկերը բարձրացնում են։ Տրանսպորտը թանկացրեցին, ինչի թանկացրեցին, որ բյուջե լցնում են իրանց համար, որ իրանք լավ Մերսեդեսներ, Աուդիներ, մյուսներ, թանկարժեք մեքենաներ քշեն։ Թող գան հələ ժողովրդին հարցնեն, մեկ ինչ-որ բան անում են ժողովրդի համար։ Դուք օրինակ ինչքան հարկ եք վճարում։ Ես 270,000 դրամ։ Իսկ օրվա մեջ ինչքան Հարկերը արդեն չգիտեմ, հələ ինչքան է, դվայնու է դարել արդեն։ Իսկ օրվա մեջ ինչքան առևտուր եք ունենում դուք։ 10,000 դրամ էլ չեն կրանում հիմա։ Այդ Դուք տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցել եք։ Ես 6 տարի, 7 տարի դրա դեմ ակցիաների մասնակցել եմ։ 6 տարի պայքարում եմ, որ ստահակներին քշենք։ Միշտ ելույթներ եմ ունեցել։ Կառավարության դիմացել, ոստիկանների դիմացել, մյուսների են։ Ինչ եք կարծում, ի վերջո հարկերը կիչեցնեն, ընդառաջ կգնան ձեզ։ Ժողովուրդը եթե կանգնի, միասնաբար կանգնի, կիչացնեն, իհարկե կիչացնեն։ Ինչու չի կանգնում ժողովուրդը ոտքի։ Վախեցած են ժողովուրդը, որտեղ բաժանել են սևերի ու սպիտակների, լավերի ու վատերի, իրանց լոյալների ու մյուսների։ Դրա համար է վախենում են դեռ։ Թե մինչև երբ պետք է վախենան։ Այդ Գյումրիում ասում է թուպ, չգիտեմ ինչով մեքենաներով, չգիտեմ էսերով, էներով հետ են բերելու։ Դու գնա Արցախը հետ բեր, գնա գերիներին հետ բեր, գնա այդքան քաղաքներն ու գյուղերը հետ բեր, գնա միլիոնները հետ բեր։ Սնոկ դոգի այն 2 միլիոնը հետ բեր, որ տվեցիր, այդտենց բաներ հետ բեր։ Միշտ բողոքելու ենք, միշտ հետնելու ենք, ակցիաներ ենք անել, ուղղակի ընդդիմությունը շատ վատ դիրքերում է հանդես գալիս։ Ընդդիմադիր որևէ գործչի հետ։ Աջան։ Որևէ պատգամավոր ընդդիմադիր գործչի հետ խոսել եք։ Շատ ենք խոսել։ Ինչ են իրենք ձեզ ասում։ Խաբում են ժողովրդին։ Քայլենք, մենք էլ ասում ենք ինչքան կարելի է քայլել։ Ինչքան կարելի է քայլել, կոշիկներս մաշա 5 անգամ։ Խաբում էին, որովհետև իրանց հետ են երևի։ Նիկոլ Փաշինյանի շատ են սիրում։ Իսկ նորից բողոքի ակցիաներ անելու եք հարկերի հետ կապված։ Իհարկե, եթե արդյունքի չհասնենք, անելու ենք։ Իհարկե անելու ենք։ Իսկ ինչ պատասխանի եք սպասում օրինակ իշխանության կողմից։ Այս իշխանությունից ոչ մի նորմալ պատասխան չենք ստանում, որտեղ բոլորը անգրագետներ են։ Բառից բուն իմաստով։ Քնում, զարթնում են, մի վատ բան մտածում են։ Մի վատ բան անում են ժողովրդի համար։ Որտեղ իրանք իմ մտածելակերպով սրանք հա չեն։ Նրանք մենակ թուրքամետ են, որտեղ խոսում են թուրքերը այնտեղ ծապ են տալի։ Կեցե կառավարությունը, մեկը չէ, բոլորն են։ Մեկը թքող է, մեկը հայող է, մեկը մյուս է, մեկը այն մյուսն է։ Կառավարություն չկա այստեղ։